Ուրեմն Հայաստանում կա բջջային հեռախոսների միլիարդների ստվերային շրջանառություն եւ պարզավոր այդ միլիարդները ստացողները հիմա այդ միլիարդների հարյուրավոր միլիոնները ծախսելու են լոբինգ անելու, որ այդ ես մարդկանց անձնական տվյալները հավաքելու են։ Մենք այդ հարցում լինելու ենք հրապարակային եւ թափանցիկ։ Եվ եթե չլինեն երաշխիքներ, որ մենք մարդկանց անձնական տվյալները ձեր ասածի համատեքստում չենք հավաքելու եւ չենք օգտագործելու, մենք այդ համակարգը չենք ներդնի, բայց մենք ակնկալում ենք նաեւ որ փորձագիտական հանրությունը, այդ թվում լրագրողները մեզ ասեն, թե ստվերային շուկայի դեմ ինչպես է պետք պայքարել։ Եվ ընդ որում մաքսային մասով գրպանով մարդիկ բերում են, գրպանով մարդիկ բերում են։ Հենց սահմանափակում չկա։ Գրպանով մարդիկ գնում են, գալիս են, բերում են, գնում են, գալիս են, բերում են։ Հիմա մարդկանց բոլոր գրպանները հատ-հատ ստուգենք, պետք է ասեք, բռնապետական երկիր է, մարդկանց գրպաններն են մտնում։ Մենք չգիտեք ոնց է դա տեղի ունենում։ Ինչքան կարելի է ձևացնել, թե մենք չգիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Գնանք փակենք խանութները, փակում ենք, ասում ենք, բաներին, քաղաքական հակառակորդներին հետապնդում են։ Բայց ստվեր է, երկիրը եկամուտներից զրկվում է,